Փառաքարի սիրելի բնակիչներ, հարգելի ներկաներ եւ մյուս բնակավայրից եկած սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, եկեք առավոտի հələ քաղաքական process-ը պետք է արթնանա, միած կապերով արթնացնենք քաղաքական process-ը։ Ժողովուրդ, նախ ես ուզում եմ գույն ելույթը սկսելուց առաջ եւս մեկ անգամ խստորեն դատապարտել Փառաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությունը եւ դա ինչ որ տեղի է ունեցել կատարելապես եւ բացարձակապես անընդունելի է եւ իմ դիրքորոշումը ես արտահայտել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատեմ, որ իմ ակնկալիքն է եւ կարծում եմ բոլորի ակնկալիքն է, որ տեղի ունեցածը համոզիչ եւ ամբողջական կերպով բացահայտվի եւ բոլոր մեղավորները բացահայտվեն եւ արժանանան համապատասխան պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, որովհետեւ դա մեր պատկերացումը չէ եւ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության մասին եւ նման գործելակերպը իրավապահ համակարգի եւ պետական համակարգի հստակ եւ տարընթերցումների տեղ չտվող դիրքորոշումներով պետքա բացառվի։ Սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք նախընտրական քարոզարշավը եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր ուղերձները նույնն են Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի մեր սիրելի բնակիչներին։ Եվ ըստ էության, երբ որ մենք նայում ենք մեր անցած ճանապարհին, այսօր առավոտ Արմավիրի մարզպետի հետ մենք եթերում խոսեցինք դրա մասին, մենք այդ ընթացքում Արմավիրի մարզում ավելի քան 200 միլիոն դոլարի տարբեր ծրագրերով ներդրումներ են կարել, ավելի քան 200 միլիոն դոլարի 2018 թվականից սկսած մինչև 2026 թվականի մայիսի 1-ը եւ մենք հստակ եւ աներկբա բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում մենք կարող ենք տեսնել այդ երևույթը, որը մեզ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է ապրում բառիս բուն իմաստով եւ այդ ծաղկումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող քաղաքացիների աշխատանքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ քաղաքական մեծամասնության խորհրդանական մեծամասնության համակարգմամբ։ Ես էլի ուզում եմ ընդգծել, որ մենք 2 ամիս առաջ սկսեցինք Հանրապետությունով մեր երթը ուրախ ավտոբուսով եւ այդ ուրախ ավտոբուսով ճամփորդելով արձանագրում ենք, որ եկել հասել ենք ուրախ Հայաստան եւ դա ամենակարևոր եւ դարամակազմիկ փոփոխությունն է, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել։ Այո, մենք անցել ենք շատ բարդ process-ների միջոցով, բայց Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս դարդոտացության տրամաբանությունից դուրս են եկել, որովհետեւ մարդիկ տեսնում են իրենց առաջ կյանքի տեսադաշտ, ապրելու տեսադաշտ, տեսնում են, որ ազատությունը կարող է լինել հարատև եւ մշտական, պետությունը կարող է լինել հարատև եւ մշտական, խաղաղությունը կարող է լինել եւ պետք է լինի եւ լինելու է հարատև եւ մշտական։ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ խաղաղության առիթով եմ շնորհավորում։ Եվ խաղաղությունը իմիջայլոց, խաղաղությունն էլ է գործընթաց եւ մենք առաջին օրից էլ Հայաստանը տարել ենք այդ տրամաբանությամբ եւ այդ ճանապարհով, որ Հայաստանի Հանրապետությունում կյանքը ծաղկի։ Ի վերջո մենք հաղթահար ենք մակարման, գոյատևման տրամաբանությունը։ Մենք հաղթահար ենք քարից հաց քամելու տրամաբանությունը, որովհետև քարից հաց քամելու անհրաժեշտությունը մեր երկրում պիտի չլինի։ Մենք տասնյակ, հարյուրավոր
տեխնիկաներով ենք ապահովել մեր գյուղատնտեսության ոլորտը, տեխնոլոգիաներով այսօր մարզպետը ասում է, որ մենք խոսում ենք 2018 թվից մինչև այսօր դուք պատկերացնում եք Արմավիրի մարզում ավելի քան 6000 հեկտար ինտենսիվ այգի է հիմնադրվել, 6000 հեկտար։ Մենք հասկանում ենք ինչ թվի մասին է խոսքը, որովհետև ինտենսիվ այգին են այգին է, որտեղ բացարձակապես քարից հաց քամելու անհրաժեշտություն չկա։ Ինտենսիվ այգին են այգին է, որտեղ նստում ես, սուրճ ես խմում, իհարկե նաև աշխատում ես, բայց այդ աշխատանքը հաճույք է։ Վերջին շրջանում ես տարբեր տեղերում գնում եմ, մասնավորապես ջերմոցներ, սկսած նրանից, թե ինչ պայմաններում են մարդիկ աշխատում, ինչ պայմաններում են աշխատում, սկսած ճաշարանները, սկսած հանդերձարանները, սկսած լոգարանները ի վերջո, եւ գյուղատնտեսությունը մեր աչքի առաջ փոխվում է, եւ ըստ մեր տվյալների այդ 6000 հեկտար այգիների ստեղծման համատեքստում հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել, այդ թվում Արմավիրի մարզում, եւ ես սրա առիթով եմ շնորհավորում մեզ բոլորիս եւ արձանագրում եմ, որ մենք Հայաստանի գյուղատնտեսության անցումը մեր իմացածից դեպի ինտենսիվ պետք է մեծագույն տեմպերով շարունակվի։ Իհարկե սրա համար կարևորագույն գործիքներից մեկը այդ թվում ջրի կառավարման ոլորտում հասնել բոլորովին նոր իրավիճակի եւ մենք գնալու ենք անպայման այս ճանապարհով, սկսած կաթիլային ոռոգումից եւ շարունակած ջրամբարների կառուցում, շարունակած ջրի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում։ Եվ մենք շարունակաբար գնալու ենք այս ճանապարհով եւ ջրային թեմաները, ինչպես արդեն ասել ենք, մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից Հայաստան Փարաքար համայնքում 2 հոյակերտ դպրոց է կառուցվել։ Մեկը Պտղուն գյուղինը, ես հիշում եմ 2018 թե 19 թվականին էր, երբ որ ես Արմավիրի մարզից էի վերադառնում, կամ չեմ հիշում որտեղից էի, այսինքն Արմավիր մարզից էի անցնում էի եւ ժողովուրդը փողոցում ճանապարհին կանգնած էր, ասին մարդիկ հավաքվել են, բան ունեն ասելու, չպլանավորված կանգար տեղի ունեցավ եւ մարդիկ ուղղակի ասում էին, խնդրում ենք եկեք մեր դպրոցը տեսեք։ Եվ ես գնացի այդ դպրոցը տեսա եւ սարսափեցի։ Հիմա ես բոլորին ասում եմ, բոլոր հետաքրքրվողներին, Հայաստանի ամենաբանուկ ճանապարհներից մեկն է, Փարաքարով անցնող ճանապարհը։ Բոլորին ասում եմ, խնդրում եմ, գնացեք դե Պտղունքի դպրոցը տեսեք։ Գնացեք Փարաքարի դպրոցը տեսեք։ Եվ գնացեք տեսեք։ Գնացեք Փարաքարի եւ Պտղունքի դպրոցները տեսեք։ Եվ ցույց տվեք ընդհանրապես, ես չեմ խոսում վերջին 30 տարվա պատմության մեջ։ Ցույց տվեք Հայաստանի բազմահազարամյա պատմության մեջ, Հայաստանի Հանրապետությունում նման որակի դպրոցներ երբ են եղել, երբ եւ որտեղ են գոյություն ունեցել։ Ցույց տվեք այդպիսի մի դպրոց։ Եվ էսա, երբ որ մենք ասում ենք հեղափոխություն, հեղափոխությունը ոչ միայն այն ինչ որ տեղի է ունեցել 2018 թվականի մարտ-մայիս ամիսներին։ Հեղափոխությունը Պտղունքի դպրոցն է, հեղափոխությունը Փարաքարի դպրոցն է, հեղափոխությունը այն կառուցված հազարավոր կիլոմետրերով ճանապարհներն են, լուսավորության ցանցերն են, մանկապարտեզներն են, տասնյակ մանկապարտեզներ, եթե ժողովությունից չի դավաճանում, Մարպես 70 մանկապարտեզի մասին է, 74 մանկապարտեզ Արմավիրի մարզում, 74 մանկապարտեզ, երբ միևնույն ժամանակ, միաժամանակ այսքան շինարարություն եղել Արմավիրի մարզում։ Այսօր ճիշտ է մենք եթերում ասցինք, որ հիմա երևի մենք մոտեցել ենք Խորհրդային միության շինարարության տեմպերին, բայց ես չեմ բացառում, ես դժվարանում եմ ասել, հիմա նոր ասցի նոր մտքովս անցավ, ես չեմ կարծում, թե ենթադրենք Խորհրդային միության ժամանակում եղել է մի հնգամյակ,
որ Արմավիրի տարածաշրջանում միևնույն ժամանակ 70 մանկապարտեզի եւ տասնյակ դպրոցների շինարարություն իրական 30 դպրոցի եւ 70 մանկապարտեզի շինարարություն ընթանա Սա հեղափոխությունն է Հեղափոխությունն այն ինչ որ տեղի ունեցավ արդեն իսկ առողջապահության համակարգում առողջության ապահովագրության համակարգով մարդիկ չեն հավատում իրանց տեսածին չեն հավատում որ այդ իրանք մտնում են առողջապահական կենտրոններ ստանում 500,000 1 միլիոն 2 միլիոն 3 միլիոն 4 միլիոն 5 դրամի ծառայություն ու միլիոմա չվաճառած հիվանդանոցներից բժշկական կենտրոններից դուրս են գալիս հեղափոխությունն այն որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին քան սպառողական զամբյուղը Չի եղել 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 46,000 դրամ է։ Սրան պլյուս նաև անկանխիկ առևտրից հետ վճարը, որը լրացուցիչ 8-ից 10,000 դրամ մարդիկ լրացուցիչ գումար են ստանում։ Եվ այսպես, ես մի բան ասեմ։ Ես թվարկելով ծրագրերը, միայն այս ոլորտի ծրագրերը, եւ այսքանից հետո որևէ մեկը ուզում է ասի, թե օբյեկտիվ իրականության մեջ օբյեկտիվ նախադրյալներ կան, որ որևէ մեկը Հայաստանը, որևէ քաղաքական ուժ, Հայաստանը առաջիկա 5 տարիներին առաջնորդելու հարցում կարող է իրական մարտահրավեր նետի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Սա իմ կարծիքով բովանդակային դիսոնանս է առաջանում։ Իհարկե մենք ասում ենք, կշարունակենք ասել։ Որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որևէ կասկած եւ տարընթերցում չկա։ Ինչ կորոշի ժողովուրդը, մենք հնազանդ կենթարկվենք այդ որոշումներին։ Իմիջիայլոց Շատ է խոսում նրա մասին, թե ընտրություններում առաջիկա ով է հաղթելու։ Ես հստակ եւ միանշանակ եւ աներկբակ կարող եմ ասել, թե ով է հաղթելու։ Անկախ որևէ արդյունքից Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, որովհետեւ ժողովրդի ձայնը չի կեղծվելու, ժողովրդի ձայնը չի գողացվելու, ժողովրդի ձայնը դեֆորմացիայի չի ենթարկվելու եւ այս ժողովրդին կոչ եմ անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել իրենց իշխանությանը, իրենց բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքին։ Եվ ժողովուրդ, այնուամենայնիվ, ինչ էլ ասենք սոցիալական եւ տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին, ես ուզում եմ արձանագրել, որ այս ընտրություններում մեր թիվ 1 ասելիքը, ամենակարևոր ասելիքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետության խաղաղությանը տեր կանգնել։ Ժողովուրդը պետքա տեր կանգնի խաղաղությանը։ Այսօր խաղաղությունը բոլոր խաչաձև կրակահերթերի եւ հարձակումների տակ է։ Ինչ ասես չեն անում խաղաղության դեմ։ Ամենակստմնելի ստերն են հորինում խաղաղության դեմ։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուրեմն հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի եւ Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան։ Ես շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են անում դրանք։ Ուրեմն մեր օրակարգում Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ ընդհանրապես մեր միջազգային օրակարգում, Հայաստանի օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում,
որ այդ օրակարգը ստեղծեն, ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք, այսպես գործում են միայն օտարի երկրյա լրտեսները, եւ ես ասում եմ կալուգացի Սամո, դու օտարի երկրյա լրտես ես, ընդ որում անուղեղ լրտես, որովհետեւ դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու փորձում ես 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ, եւ ես ասում եմ, անուղեղ լրտեսները ձայն պիտի չստանան, անուղեղ լրտեսները, որոնք Հայաստանի ժողովրդին անվանում են շուն ու շանգյալ, էլ ինչ անուն ասես կպցում են, դրանք ձայն պիտի չստանան, ժողովուրդ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, կալուգացի օլիգարխը, են համբալը կներեք արտահայտությանս 1000 անգամ, եւ մյուսը չպետք է հավաքեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայն, չի կարելի որևէ ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետեւ նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը, նրանք դուրս են եկել սպանելու մեր ուրախությունը, եւ ես ասում եմ Հայաստանից ուրախությունը ու խաղաղությունը այլևս չի հեռանալու, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Այսօր էլ վիդեո են ցույց տալիս, ասում ուրեմն ինչ ասում, ասում դե որ կալանքի տակ էի, ասում աշխատում էի չմտածեմ, ասում որովհետև երբ որ տենց տեղերը մտածում ես, ասում վատ հիվանդություններ ես ձեռք բերում։ Պատկերացնում ես, պատկերացնում եք, ասենք ենթադրենք մարդը բանում 4 պատերի տակ ընդհանրապես անելու բան չունի եւ իր հիմնական խնդիրն է նա չի մտածում, պետք է չմտածի որ չհիվանդանա։ Սենց բան կարա ասի եւ կարա անի մարդը, ով կատարելապես զուրկա ուղեղից։ Եվ ես չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է անուղեղությունը Հայաստանում համարել քաղաքական իրողություն։ Այդ իրեքը չպետք է անցնեն խորհրդարան ժողովուրդ, չպետք է անցնեն խորհրդարան, որովհետև դրանով մենք բոլորս ժողովուրդը իր ձեռքերով հարված կհասցնի իր ստեղծած խաղաղությանը։ Այսօր շատ են խոսում նրա մասին, թե վերջո խաղաղությունը կա, խաղաղությունը չկա, խաղաղությունը վստահելի է։ Ես ասում եմ մեր խաղաղությունը ժողովուրդ 9 ամսեկան է, 9 ամսեկան։ Եվ ես 9 ամսեկան խաղաղությունը բնորոշելու համար նրան համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան կա թե չկա, 9 ամսեկան երեխան իրական է թե իրական չի, 9 ամսեկան երեխան մարդ է թե մարդ չի։ Միանշանակ 9 ամսեկան երեխան մարդ է, անհատ է, անուն ազգանուն ունի, քաղաքացի է, ավելին 9 ամսեկան երեխան, այն տանը որ կա 9 ամսեկան երեխան, նա այդ տան ուրախությունն է եւ այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ 9 ամսեկան երեխան ուրախություն ու երջանկություն է պարգևում այն ընտանիքին, որի անդամն է ինքը։ Այդպիսին է նաեւ մեր խաղաղությունը, որովհետեւ երբ որ ասում եմ մենք ուրախ Հայաստանում ենք հիմա, այդ ուրախության առանցքային պատճառներից մեկը հաստատված խաղաղությունն է, բայց խաղաղությունը ունի եւս մի առանձնահատկություն եւ եւս մի նմանություն 9 ամսեկան երեխայի հետ, եթե նրա նկատմամբ հոգ չտանես, խնամք չտանես, չի ապրի։ 9 ամսեկան երեխան պատկերացրեք խնամք չենք տանում։ Եվ միջալոց այդ երաշխավորի հետ կապված թեման էլ, որ դրանք անդադ պատտում են տարբեր հարթակներում, որ երաշխավոր չգիտեմ ինչ, իրանք ինչ են ասում են մենք որպես ժողովուրդ ու պետություն ի վիճակի չենք մեր 9 ամսեկան երեխայի հոգսը հոգալ, հետևաբար մենք նրան պետք է հանձնենք ուրիշի խնամքին, մենք նրան պետք է հանձնենք որբանոց։ Նախորդող շրջանում մենք Հայաստանի անվտանգությունը էլի հանձնել ենք ուրիշի խնամքին
Եվ մենք 2022 թվականին եւ նախորդող շրջանում, այդ թվում 2023 թվականին տեսանք, թե ինչ եղավ։ Մենք մեր 9 ամսական երեխային, որը իդեպ ստեղծել եք դուք, ստեղծել է ժողովուրդը իր զրկանքներով, իր զրկանքներով, իր տառապանքներով, իր իմաստնությամբ, իր համբերությամբ եւ իր աջակցությամբ, մենք պետքա տեր կանգնենք 9 ամսական երեխային, որի անունն է խաղաղություն, տեր պիտի կանգնենք 9 ամսական երեխային, որի անունն է խաղաղություն։ Եվ հետևաբար, այս ընտրությունների թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 հարցը խաղաղությունն է, ժողովուրդ ջան։ Եվ ես ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բարակար խոշորացված համայնքի բոլոր բնակիչները գնան ընտրական տեղամաս 2026 թվականի հունիսի 7-ին եւ տեր կանգնեն խաղաղությանը։ Այսօր ես ավելի վստահ եմ ասում, որ դա անելու համար անհրաժեշտ է անել մի պարզ գործողություն, գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքարին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց լավ չզարթնացրիք քարոզարշավը այսօրվա ժողովուրդ, լավ չզարթնացրիք։ Եղանակը, այդ չէ պատճառ չգիտեք, այդ եղանակը Մաստարայի հանրահավաքը տեսել եք, վիդեոները տեսել եք, խաղաղությանը տեր կանգնելու համար վատ եղանակ չկա, եւ վատ եղանակ, այսինքն ինչ ուզում եք ասեք, կարող է վատ եղանակի պատճառով խաղաղությանը տեր չկանգնենք։ Կարա տենց բանի, հələ մի հատ ասեք, վատ եղանակի պատճառով կարան խաղաղությանը տեր չկանգնենք։ Դե ուրեմն ապացուցեք, ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքար խոշորացված համայնքին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար